Բարեկ այսօր, սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից գնալու ժամն է և արդեն պատրաստվում եմ, այստեղ նվեր ունեմ և ուզում եմ այսօր սա հագնել և այսուհետ, բոթասներ են, ինչպես տեսնում եք, և չինականի լյուքսն է, իր պիտակով, ահա, աշնան գույների հետ համահունչ, իմ սիրելի գույների հետ համահունչ, այսպես միջուկները հանենք, ես այս միջուկները պահում եմ, որ երբ որ տվյալ կոշկեղենը չեմ հագնում, ասենք, իր շրջանը չի լինում հագնելու, մաքրում եմ, հետո սրանց էլի ներսում եմ դնում, որպեսզի ավելի լավ պահպանվեն հաջորդ անգամվա հագնելու համար, սիրելիներս, ահա, նաև ցուրտ է և պիտի տաք հագնվեմ, այսպես, ես մեկն էլ հանեմ միջուկները և արդեն հագնվեմ ու գնամ իմ աշխատանքին, այսպես, ասեք, որ ճաշակով է, Սիրելի հետևորդներ ջան, եղանակը մի քիչ խոնավ է, նույնիսկ թվում է թե շաղ է գալի, բայց զոնտիկ չեմ վերցրել։ Հույսում եմ անձրև չի գա, մինչև կգնամ գործին և կգամ։ Ես եկամ, սիրելի հետևորդներ ջան, լույսը սարքել եմ խոհանոցի և միացնեմ, ռաս и два, շատ լուսավոր, անչափ լուսավոր, ուրեմն կադրերս գեղեցիկ ցույց տամ, դե կա չէ տենց բան, որ սենց մեր աչքի տեղածը ուրիշ է ալնում, ձեր տեղածն էլ ուրիշ է ալում, ուրեմն գնացի աշխատանքի տեսակ, հետո որ գալիս էի, մտա իմ հարևանի տուն, մի հատ էլ մակարդակով կոֆե հյուրասիրեցին ինձ, երևի մի ժամից հավելը դիզրից արինք, հմ էլ համ ձեր հետ զրից անել, համ էլ ըստի ավլեմ, քանի որ ոտնատակը ավլելու է, սենց ասենք էլի, Սիմուլիա ջան, խերնակ ես, ոնք չի գուզուզ, գուզուզիկ, ոյ գուզուզիկ, հա, տեղը շատ ասիրել էլի, հա, ծուտը, վերջը, հետա ճամփապահեցի, հարևանիս տղենել եկավ գործատեղ են, հետո եկանք լիսը սարքելու, տրտլալ է, վրվռալ է, են կինը միտս ընգակ մեր մանկության տանգոն են, որ ասմա վարեմ մարեմ, հմի կուզեմ ես մեկը կմարեմ, կվարեմ, ուզեմ են մեկը կմարեմ, կվարեմ, վարեմ, մարեմ, մի խոսքով, այդպես էլի, մի քիչ հակառակ ստացվեց, բայց ստացվեց, թենց, մարդը որ ուրախ ալում, սիրել հետևորդներ ջան, իրանից անկախ, թենց մաքուր սրտով ուզում ազրից ան էդ պահին, իսկ համտեղը վրա հավաքեն, ասել մեր վենձերին էլ լիգվա ավլած աղբը դեն չեն ածում, սրան չին կթողում, իսկ համտեղը վրա հավաքեցի, ասեմ հումի թե ես ինչ ասեստի հավաքվել, ես լսերը որ սարքեցինք, ինը հանեցինք, նորը դրինք, աթորնաթորի վրա դրինք, վերջը, ես գործն էլ արինք, դե քանի որ գիտեք էլի, հմիկվա պատալոգները ինձ սերիա, Ելեն վաղվաղ հետ ինը չի, էշտ ու հանգիստ, արանքնին, քանի որ չհամապատասխան էր նախկին սարքածին, են բուջուր էր, ես էլ մեծ էր, ես ստի հրաղ դնեմ, հետո մանրից էլ մի հատ ծերի հետ էլ կոֆե եպեմ, բայց ոնց որ թե, չգիտեմ, ոնց հա, իմ վիդեոյի լուսավորությունը, ոնց որ թե մի քիչ շվակներ ա գցում իմ վիդեոյին, չգիտեմ, ես հիմնականում ուզում էի, որ այս պայծառ լույսը
իմ վլոգներին պայծառ լուսավորություն հաղորդի, բայց ոնց որ թե դեմքիս ըստ վերակցում, դե ինչ անեմ, ամենաուժեղ լույսերն եմ ընտրել, մնիտեղն էլ 2 հատ, բայց ես արդեն իսկ նկատում եմ, որ շվակա դեմքիս, չգիտեմ, դրա մասին էլ մի բան կմտածեմ, դե գիտեք, որ մեծ շտատիվ ունեմ լույսով, երևի նրան էլի գործի կդնեմ, կմիացնեմ, որ դեմքս էլ լուսավոր լինի, կարևորն այն ասենց ընդհանուր լուսավորությունը լավ է, իմ աչքի մար, սա լավն է, դե վիդեոն էլ արդեն այս անգամ սենց, հետո արդեն երևի էլի շտատիվի լույսին օգնության կհասցնեմ, այս սենց, այն որ ասմա ստյան դենը էլ անելու բան չկար, մի տոչնի, էս է լավ, ստյան դենը էլ անելու բան չմնաց, ամենամեծ լույսը տեղադրել եմ, սեղան երեսն էլ հավաքեմ, մետրն էլ պետք եկավ, որ ամեն բան չափով ու կարգով լի, կուպցին, գիտեք էլ որ տոկերի մար միշտ էսելա պետք գալի, իզոլացիոն մի լենտը, դանակները, ես մի կողք, գնումներս էլ եմ մոռացել, մի ասեմ թեզ ընթացքում ինչ հայել, ինչ չել, հենց որ լսելս արկեցինք, բրծանք, որ դե հայտը լավն է, պայծառա, բայց մտքիս են էր, որ տենաս կադրերը ոնց հալելու, ու էտ ամեն ինչը մտքիս, գնումներս էլ ստի թողած, հանվող բաներ էլ կա, տենաս ինչ որի ա, գնացել եմ իմ ապրանքին վեջարելու, հավա, ջուտա, թողսա, շունա, կատոյա, թենց էլի գիտեք, մնացել եմ ես, մի բաժակ կոֆե կեփեմ, քանի որ կոֆե եմ արել, բայց այն որ ասիետիր կար պոչով, պոչն էլ ըլորած, կոֆեի գդալներ կա, որ 6 հատով էլ կա, հատիկով առանձին էլ են վաճառում, էդ չկար, թարսի պես, քանի որ թենց հա չէ, որ մի բանը մեզ պետք չի գալի, անընդհատ մեր աչքի առաջին ալում, հենց որ պետք է ալում, չքվում ա տեսադաշտից։ Դե չկար, կստանամ, էտ էլ ես կգնեմ ու էտ էլ կունենամ, քանի որ այս բոյով ամանի մեջ եմ լցրել կոֆեն, եղնիկավոր կափարիչով, որը ամեն անգամ բացել փակելիս էսթետիկ հաճիկ եմ ստանում, մի հատ փակեմ, այս նոր աղացած կոֆեի բուրմունք չգնա, այստեղ վանիլին փոքրն եմ արել, փոքրն էր պետք սրա հոտը անչափ սուրա, քանի որ այն օրը շատ հավանեցի այրոգրիլի թխած խաչապուրում, էլի եմ գնել, հավել արդեն, գիտեք, որ սառած վիճակում ենք գնում ու մեկ էլ հավող պանիր, լորի, հավող պանիրը, լորի պանիրն է, սիրելի հետևորդներ ջան, գույնը տեղին, այս չափին վճարել եմ 1350 գործեմ, այդպես, նմանապես սա, ես էլ 1300 թե 1350, երկող մորիկը, բայց արդեն լավն է, չգիտեմ, այսօր պտխեմ թե չէ, անկեղծ շատ եմ հոգնել, քանի որ գնացի, որ կերակրեցի, գիտեք էլի, ջաղած խոտն եմ անում, աղում եմ, այդքանի ջուրը, ջրամանները լվանում եմ, արդեն իսկ ամեն դեպքում հոգնում ենք, էլի, հետ չամոտ չի, որ ասենք, որ հոգնել ենք, բավոն չասենք, նաև հետարքիր բաներ կատարվեց այդ ընթացքում, շատ ափսոս, որ տեսաղցիկս չէի տարել, քանի որ միտք չունեի նկարահանումների, ասեցի լավ դե, մի քիչ այստեղ գործերս կանեմ, հետո նոր կգամ, անմիջապես խոհանոցից կմիանամ, բայց այստեղ էլ մի հատ պետք է փոշին վերցնեմ, ամեն դեպքում, այստեղ էլ փոշի նստել, մի քիչ թեթևակի, հետո արդեն մանրակրկիտ ձևով, որ վերևը գործ են քարել, հենց այս ուղղությունով այդ գիպսակարտոնից փշունքները թափվել,
Մի հատ է սեղանի երեսը։ Հենց այդքան շատ չի, բայց աննշան կա։ Ուրեմն, քանի որ հավերիս առանձին եմ պահում, հետո իրիկվա ժամերին իրանց դուրս եմ հանում քուջուջին ու մի փետ էլ վեր եմ ունում ձեռս ու իրանց չոբանություն եմ անում։ Այդ հենց, քանի որ ասել եմ էլի, գելու գազանը վխտում է, հա, բաժակսել եմ բերել, շուտ էի ուզում մի հատ կոֆե խմեմ բան, բայց հետո թողեցի, քանի որ արդեն ջուտիկներիս ծվծվոցը ինձ կանչում էր, գնացի իրանց հովեղա, լավ ասեցի, կգամ տուն, հետո նոր ստեղից լույսը կմիացնեմ ու ձեր հետ կզրուցեմ, սիրելի հետևորդներ ջան։ Ուրեմն այդ ընթացքում ջուտերի կերը տվի, իրանք համով կերան, հետո հավերին ու դուրս հանեցի, փետն էլ վեկալա գնացի, որ հսկեմ, քանի որ հենց որ կողքին չեմ ելում, հաստատ պակասում են, չողկալը տանում է աննկատ ձևով։ Այդ որ իրանք թե ինձ օրնոցներ են հանում, այդ պահին վտանգավոր չի, իրանք թաքուն են գալի տանում, աննկատ, թաքուն գալիս գողանում են տանում, քանի որ մի անգամ կարծեմ էլի եմ ասել, դրսում էի, ուղղակի սեն շուրջս էի նայում, դիմացն էի նայում, դե մարդ ենք էլի դուրս են գալի, մեկ էլ մեր հարևանությանն ենք նայում, տեսնում ենք ինչ կա, չկա, ով ինչով է զբաղված, ու այդ չաղկալների օրնոցը չկար, բայց չաղկալը հոպ, եկավ դիմացի հարևանիս հավը, չամփեցու տարավ։ Մի խոսքով, դրա համար կողքները մնում եմ սիրել հետևորդներ ջան, որ այդ պահերը չլինի ու մինչև իրանց թարի պահը մոտները մնում եմ, մինչև որ իրանք օրորալով, շորորալով գալիս են իրանց թարին։ Այստեղ ես արդեն նկատում եմ, որ ճիշտ է այսքան պայծառալույսը, բայց ոնց որ թե իմ կադրերը այդքան էլ լուսավոր չի, ստուգումների ժամանակ ինձ ավելի լավ պարզ կլինի։ Այդպես, հիմա չեմ ուզում զրույցս ընդհատել, ինչ կլինի։ Նույնիսկ իմ աշխատանքի գնալու հագուստը չփոխեցի, քանի որ արդեն էլ վաղ չկար, ասել մեզ, մեր յուղի բարբարով, որ որոշ բառեր արդեն այդ ձևով ձեր հետ զրուցեցի, այդ պահերն էլ ալինում, որ ինձանից անկախ լեզուս այդպես է պտտվում, բոլորիս մոտ էլ այդպես է ասրել հետևորդներ ջան, ինչ որտեղ նաև համոհոտ եմ մտնում այդ պահերին, այդ աննշան պահերին, նաև իմ գործի պահը այնպես է, որ չեմ կարող իմ աշխատավայրում բարբառով զրուցել, երեխաներ են, գալիս են այդտեղ, համակարգչային աշխատանքներ են սովորում, համակարգչի հետ աշխատել են սովորում տարբեր ուղղություններով ու արդեն այդ շփումներից ելնելով նաև ես էլ չեմ կարողանում, որ արդեն ամբողջական բարբառային խոսեմ։ Դրա համար այսպես մի քիչ նրանից ամեն դեպքում համոհոտը մտցնեմ, այդպես, հա, ու արդեն ինչ է ուզում ասել, այնքան մտքերս ցիրուցան է այս ընթացքում, այնքան շատ բաներ ա կատարվում, որ մի քիչ նրանից եմ զրուցում, հետո դե թեցա, չի ասենք, որ կամ բարեկամների հետ, ծանոթների հետ, հարևանների հետ, որ գնում ենք, հա, ասում ենք գնանք մի քիչ զրից անենք Երևանի տանը կամ բարեկամի տանը, սկսում ենք ամեն ինչից էլ խոսել, ամեն ձևի էլ խոսել, ծիծաղել, հումորներ անել, կամ մի հետարքիր դեպք հիշել, պատմել, հա, հի, հետո խոսքից խոսք ենք գնում, ես այդ վիճակի մեջ եմ գա, քանի որ արդեն դուք էլ եք իմ հարազատները և արդեն լիասիրտ կարողանում եմ ձեր հետ հեշտ ու հանգիստ զրուցել։ Հա, վերջապես գամ իմ մտքին հիվերջա, ուրեմն, որ թենց կողքները կանգնած են, մեկ էլ աքլորը իր այդ բնազդին համաձայնը սկսեց յուրահատուկ ձայներ հանել, ես արդեն հասկացա, որ մոտակայքում վտանգ կա, մեկ էլ ձեր այդ մեկ ձերը եկավ տվեց ու գնաց, բայց չկարած տանի, հավերին չի կարում տանի, հավերին տեղում ա տանում, մեկ էլ այդ պահին, որ ես մի քիչ կողք էի կանգնած, կոֆես էփեց, ջան, ես մի քիչ կողք էի կանգնած, քանի որ թեքվել էի, ասի գնամ մի քիչ մի ափուր ֆոն քաղեմ, վերեմ չարոզի պես,
մի քիչ սրտախաղ ենք ու ասի դե լավ, համ հավերիս գնայեմ, համ իմ բաղուբաղջի մրգերից կվայելեմ, մի հատ խնձոր, մի հատ թուզ, մի բուրհան, եղավ էլի արդեն մեր այդ պահերը անցնում է, հավեցած ենք զգում մեզ, մի խոսքով հոն էի քաղում, մեկ էլ հազիվ հասցրեց ծառի այդ կողքից աննկատես էլ դուրս եկա, երևի հաստատ նայել ինձանից վախեց, երևի մի երկու օր չգա։ Խոսքով ձեր այլ փախցրի, երբ որ ձեր անհավին բռնում է, սիրելի հետևորդներ ջան, անմիջապես հավի դոշն է բացում, կրծքամիսը, ամենահամով, ամենաօգտակար տեղը ու չկարած սոված գնաց, թող գնա ինչ-որ մի բան գտնի իր համար, մեր տան հավերին չկպնի, անտառը լիքը, ամեն ինչ էլ կա, բայց թե մեր համար էլ ամեն ինչը կա, մարդը ամեն ինչի դեմ պայքարում է, մեր կյանքը ամեն ոլորտում պայքար է, թե մարդկային շփումների հետ է պայքար, թե մեր կատարած աշխատանքի ոլորտում է պայքար։ Կոֆես կադրից դուրս վայելեցի, սիրելի հետևորդներ ջան, քանի որ ձեր հետ զրուցելու ընթացքում խոսքս շաքարով կտրեցին իմ երեխաները իրենց զանգով, դե մենք ուրիշ ենք էլի, ամեն ինչի մեջ մի քաղցր բառ ենք գտնում ու ասում, թենց կա չէ, որ շատ սրտով զրուցելիս ենք լինում, թենց տրամադրված, ոգևորված, հետո իրար հերթ չենք տալիս, ուզում ենք մեր ասելիքը ժամանակից շուտ մենք ասենք, մենք արտահայտվենք ու որպեսզի դիմացինին չնեղացնենք, ասում ենք խոսքը դել շաքարով կտրեմ, հետո մեր ասելիքը ուզում ենք, որ ամեն առաջ մենք ասենք։ Հիմա ինձ մոտ այդ պահն էր եւ իմ խոսքը շաքարով կտրեցին իմ երեխաները։ Երբ որ զրուցում ենք, այդ ձևով էլ ենք մեր կարոտը թեթևացնում ինչ-որ տեղ, քանի որ իմ այս վլոգը դուք վաղն եք դիտելու, սեպտեմբերի 17-ին, ապա ասեմ, որ իմ Սաթենիս Նարեկի ծննդյան օրն է եւ արդեն իսկ կարող եք շնորհավորել։ Չգիտեմ, Սաթենս երևի կադրեր կանի, կուղարկի ինձ, ես էլ ձեզ կուղարկեմ եւ մի պահ կուրախանանք այդ փոքր կադրերով։ Խոսք չեմ տալի, բայց եթե լինի, անպայման ես էլ ձեզ ցույց կտամ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում նաև իմ Սիման ինձ հասկացրեց, որ ինքը դուրս գնալ է ուզում, իր կարիքները հոգալու եւ իհարկե որսորդություն անելու։ Ես էլ բացեցի եւ գնաց իմ Սիմոջկան։ Այստեղ նաև այսօր կովրիկ եմ գնել իմ լոգարանի համար, այստեղ փոքր սկոճով ամրացված էր, որը արդեն մի քանի անգամ բացել, փակելուց արդեն թուլացել է։ Ուզում եմ, որ ձեզ էլ ցույց տալ, տեսնեք իմ ճաշակը։ Օպա։ 1 մետր է, փափուկ, սիրուն, դուրեկան, այս գույնը իմ գույնն է, սիրելի հետևորդներ ջան, շատ եմ սիրում կրեմովի բաց գույնը։ Լոգարանի սալիկները, հատակը հատկապես, այս գույների մեջ է, պատի եզրերն էլ, սալիկները նույնպես այս գույների մեջ է, վերևը ծաղիկով, երբեմն կադրերի մեջ դուք նկատած կլինեք, հավանաբար, այստեղ ծովաստղեր են, մեդուզաներ են և խեցիներ են, շատ սիրուն և համապատասխան լոգարանի հատակի համար, եթե ձեզ դուր կգա, կարող եք խանութներում նայել, սա նաև տարբեր գույները կա, մոխրագույնի մեջ և այլն, ինձ այս գույնը դուր եկավ, 1 մետրին վճարել եմ 1700 դրամ և շատ հարմար եմ գտնում, փափուկ է, նուրբ է, ընդհանրապես կան տարբեր կովրիկներ, պլաստմասե որակի, մոտ այդ որակին, այդպես ասեմ, ես դրանց չեմ հավանում, միշտ այս տիպի փափուկ կովրիկներն եմ հավանում լոգարանի համար, արդեն մաշվել էր, նրան փոխել եմ և արդեն նորը կփռեմ, դե հիմա գիտեք, որ ես միշտ չեմ սիրել լոգարանը ցուցադրել, քանի որ դա մի այնպիսի վայր է, որը նման չէ խոհանոցին, խոհանոցը տան սիրտն է և կարող ենք միշտ բոլորս էլ ցուցադրել։ Երբեմն, երբ որ այնտեղից ես
մրգեր եմ լվացել, քանի որ գիտեք, որ խոհանոցումս դեռևս ջուրը չկա, դրա համար եմ այնտեղից կադրեր ցույց տվել, միայն որ միրգ եմ լվանում։ Միրգն էլ լվացել եմ ամանների մեջ, չեմ լցրել ումիվալնիկի մեջ և ամանից աման տեղափոխելով այնտեղ լվանում եմ, սիրելիներս, և իմ գործը առաջ եմ տանում։ Սա արդեն ես կփռեմ այնտեղ, իսկ բանկաները գիշերը այստեղ կմնա, առավոտը նոր դարակները կտեղափոխեմ։ Նաև ուզում եմ արդեն վլոգս ավարտել, որոշել եմ, որ խաչապուրին էլ հիմա կթխեմ, բայց թողնում եմ, վաղն առավոտյան կթխեմ և ավելի հարմար կլինի։ Միգուցե հարևաններով հավաքվենք, հրավիրեմ մեր տուն սրճելու։ Հիմա էլ գնամ, ես արդեն հանգստանամ և նաև պատասխանեմ իմ այսօրվա տեղադրած վլոգի գրառումներին, որը դեռևս չեմ բացել ու չեմ պատասխանել։ Ու քանի որ հիմա այդ մասին եմ խոսում, ասեմ, երբեմն եթե ուշանում են իմ պատասխանները, ապա իմացեք, ոչ թե անտեսում եմ, այլ այդ պահին շատ զբաղված եմ։ Գիտեք օրս ինչպես է սկսվում, ինչպես է ավարտվում, և ուզում եմ ասել, որ իմ ամեն մի օրը մի ակնթարթի պես անցնում է, այդքան էլ վազքի մեջ եմ լինում, թե իմ տան գործերը, իմ տնտեսության գործերը, ու թե շտապում եմ իմ աշխատանքին, հետո ձեզ եմ միանում, և իմ ամեն մի օրը հագեցած է, և մի ակնթարթի պես անցնում է։ Ես շատ թեթևություն եմ զգում իմ յուրաքանչյուր օրից, թեկուզ և հոգնում եմ, թեկուզ և նաև արտահայտվում եմ, որ հոգնել եմ, բայց այնուամենայնիվ, սիրելի հետևորդներ ջան, շատ հանգիստ է անցնում իմ օրը իմ համար և մի ակնթարթի պես։ Հիմա էլ բոլորիդ բարի գիշեր, բարի երազներ և հանգստություն բոլորիս։